Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գեղեցիկ ծաղիկներից հետո դժվար է, այո, ինչ-որ հարցադրումներ անել, շնորհավորում եմ ու ցանկանում եմ, որ ամեն անգամ պարեկների հետ շփումից հետո մարդկանց մոտ ցանկություն առաջանա պարեկներին, եթե ոչ ծաղկե փունջ, ապա մեկ այլ նվեր տալ։ Ես ինչի վրա եմ խնդրում ուշադրություն դարձնեք, որ պարեկները երբեմն ավելի դաժան տեսքով են նայում ավտոմեքենան վարողին, քան ֆաշիստական կինոների մասին, ֆաշիզմի մասին պատմող կինոներում համակենտրոնացման ճամբարների այդ վերակացուները նայում էին այդ գերիներին։ Երբ որ պարեկը մեքենան կանգնած վիճակում մոտենում է ու սկսում է հարց ու փորձ անել, թե ինչ խախտում կա ավտոմեքենայի հետ կապված, ասում եմ կանգնած, այդ դեպքում արդեն տրամադրությունը տնկնում է եւ մոռանում ես բոլոր այն դրական գործերը, որ պարեկային ծառայությունը արել է, իսկ իրականում արել է, շատ է արել եւ շատ բան է փոխել, հատկապես մարզերում, հատկապես արդեն շատ հազվադեպ կտեսնենք հարբած վիճակում մեքենա վարող մարդու, իսկ դա առաջ շատ էր եւ շատերն էլ բողոքում էին, ասում էին ոնց մենք մեր գյուղում չենք կարա հարբած ավտոմեքենա քշել, դա արդեն վերացել է, բայց ես խնդրում եմ մի հարցի էլ ուշադրություն դարձնեք, երեկ էր մի տհաճ միջադեպ եղավ Երևանում ավտոբուսի վարորդի հետ կապված, ես կխնդրեի մշակել մի այնպիսի մեխանիզմ, որ վարորդը մի կոճակի սեղմումով պարեկային ծառայությունը շուտ կարողանա օգնության հասնել եւ ես կխնդրեի այդ դեպքը մի քիչ ավելի ուշադիր ստուգեք, որովհետև դա սովորական խուլիգանություն չի, որովհետև որպես կանոն 32-33 տարեկան տղաները ավտոբուսում կռիվներ չեն սարքում վարորդի հետ, դա այլ տեղից եկող, այլ ինչ-որ մի բաներ, խնդրում եմ ուշադիր լինել, շնորհակալություն։